Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան և TikTok-յան հետևորդներ, ձեզ հետ ծովինար վեդայական թվահոգեբան է։ Այսօր ես որոշեցի ձեզ հետ մի փոքր շփվել։ Ես ուզում եմ ձեր կարմիկ առաջադրանքներից խոսել։ Որն է ձեր կարմիկ առաջադրանքը, ովքեր ծնվել են հունվարի 1-ից մինչև կամ հոկտեմբերի 10-ին, այսինքն 0-ին գումարում ենք 1, անում է 1, 10-ին, այսինքն 1-ին գումարում ենք 0, անում է 1, ովքեր ծնվել են այս ամիսներին, ես ուզում եմ իմանալ, եթե դուք ունեք խնդիրներ ձեր կյանքում, որպեսզի հասկանաք, որն է ձեր կարմիկ առաջադրանքը։ Ստեղ ձեր ցեղի հետ կոնտակտի հետ էլ է դա կապված, որտեղ դուք պետք է ապահովեք ձեր ցեղին, երազանքները, որոնք նրանք ցանկացել են իրականացնել, բայց չգիտես ինչու այդպես էլ չեն կարողացել իրականացնել, խոսքի օրինակ դուք նրան բնակարանով, նոր ինչ-որ գաղափարներ ձեռնարկել, նոր մտքեր, ովքեր ծնվել են հունվարի 01-րդ ամսին և հոկտեմբեր 10-րդ ամսին, դուք պետք է կարողանաք ռեալիզացնեք ձեզ, երբ օգնում եք, այսինքն ձեր կարմիկ առաջադրանքը դա է ձեր ցեղի հետ կապված, որպեսզի օգնեք ձեր եղբայրներին, ձեր քույրերին, ապահովելով նրանց տարբեր հարցերում։ Միայն այդ ժամանակ ձեզ մոտ ամեն ինչ հետագայում դեպի լավը կգնա։ Ովքեր ծնվել են 02-րդ ամիս, փետրվարի 2-ին և նոյեմբերի 11-րդ ամիսը, 1-ին գումարում ենք 1, էլի 2 է անում, Այստեղ ձեր ցեղի հետ կոնտակտը որը պետք է լինի, դուք պետք է ընդունեք ձեր ծնողներին և ունենաք նրանց հետ անկեղծ զրույցներ։ Ձեր կարմիկ առաջադրանքը դա է, ապա ոչ թե ինչ-որ բան իրենց ապացուցելու, դա արդեն բացասականն է։ Այստեղ ապացուցելու փոխարեն ինչ-որ բան դուք պետք է ոչ թե ապացուցեք, այլ հակառակն անեք, որպեսզի իրանք զգան, որ դուք իրենք պետք են քեզ, հասկանաք և այլը։ Ովքեր 03-րդ ամսին մարտին, այսինքն 3-ն է թիվը և 12-րդ դեկտեմբերին, 1-ին գումարում ենք 2, անում է 3, որն է ձեր կարմիկ առաջադրանքը ցեղի հետ ձեր ցեղի հետ առաջադրանքը նա է, որ դուք միշտ պետք է շնորհակալ լինեք ձեր ցեղից, դա կապ չունի, վատն են եղել, լավն են եղել, մի րոպե սիրելի հետևորդներ, լավ են եղել, վատ են եղել, այստեղ հարցերը ես եմ տալիս, այլ ոչ թե դուք, այստեղ ոչ մեկ իրավունք չունի ինձ հարց ուղղելու, որովհետև սա լեկցիա է, ես որոշել եմ այս մասին խոսել, որպեսզի դուք հասկանաք, թե ինչպես դուք կարող եք ձեր ցեղի հետ կոնտակտը ապահովել ճիշտ ձևով, որպեսզի ձեր կյանքում գոնե մի լավ փոփոխություն լինի։ Ովքեր ծնվել են այստեղ 3 թվի հետ կապ ունի 03 և այլն, այստեղ դուք պետք է կարողանաք ձեր կապ չունի, ծնողները խիստ են եղել ձեր հանդեպ և այլն, եղել է ազդեցություն, դուք այստեղ պետք է լավ է եղել ծնողդ, հայրդ, մայրդ, խիստ է եղել, ինչ է եղել, դուք պետք է կարողանաք դուք պետք է կարողանաք շնորհակալություն հայտնեք ձեր ծնողներին այն ամենի համար, ինչ դուք այսօր կաք, որովհետև եթե ձեր ծնողները չլինեին, դուք չէիք լինի։ Իսկ ինչպես դուք կարող եք դա արտահայտել ստեղծագործության միջոցով, արվեստի միջոցով, այսպես պետք է աշխատել։ Այդ ժամանակ արդեն ձեզ մոտ ամեն ինչ կկարգավորվի։ Ովքեր ծնվել են 04-րդ ամսին, դա ապրիլն է, կամ այստեղ գիտեք ինչ, ձեր մոտ ստեղ կոնտակտը, ինչպես դուք պետք է դա բուժեք,
դուք պետք է ապրեք ինչ-որ լոզունգներ ձեզանից հանելով, հա, այլ ոչ թե լոզունգներ դնելով, սկսենք դրանից, որովհետև այստեղ դուք կարող եք ձեր ցեղի հետ կոնտակտը ստեղծել այնպիսի ընտանեկան սովորույթներ, խոսքի օրինակ, որ ինչ-որ բան հավաքվեք, խոսքի իրար հետ անեք, լավ ժամանակ անցկացնեք, սենց ադատների հետ կապված դա պետքա լինի, ընտանեկան սովորույթները, ավանդույթները եւ կարմա, այստեղ այս ամեն ինչը կապված է ձեր կարման մաքրելու հետ եւ ճիշտ հարաբերություններ ստեղծելու ձեր ընտանիքի անդամների հետ, այլ ոչ թե, հա, զգաք, որ ինչ-որ մեկը ձեզ ինչ-որ բան պարտական է եւ այլ եւ այլ եւ այլ, ոչ, եթե այդպես եք մտածում, դուք այսօր կարող եք հենց ունենաք այդ խնդիրները, ովքեր ծնվել են 05-րդ ամսին, հա, սա այստեղ 5 թիվն է, որտեղ ձեզ մոտ կարմիկ առաջադրանքն է, կոնտակտը ձեր ցեղի, որպեսզի ճիշտ գտնեք, ուսումնասիրեք ձեր տոհմը, մի հատ հասկանաք, հա, ներքին ազատագրում լինի ձեր մոտ, վերջապես եւ այստեղ հարցեր, որոնք տանջում են, ձեր միջոցով պետք է մաքրել, հա, դուք պետք է հետաքրքրվեք, անպայման, թե մայրական, թե հայրական կողմը, որպեսզի հարցեր, եթե եղել են, ներքին ազատագրում լինի ձեր մոտ, ովքեր ծնվել են 06-րդ ամսին, հա, 6 թիվը դա արդեն խոսում է այնպիսի մարդկանց մասին, կարման ձեր, ինչպես դուք կարող եք մաքրել, հա, կոնտակտը ձեր ստեղծել ճիշտ ձեր հարազատների հետ, որպեսզի ցեղի, մայրական եւ հայրական, որպեսզի ձեզ մոտ ամեն ինչ դեպի լավը գնա։ Նայեք, քանի որ դուք ընդհանրապես արժեքի խնդիր չունեք, որովհետև հենց ձեր ծնված օրվանից դուք ծնվել եք արժեքով, հա, ստեղ պետք չի ձեզ թերագնահատեք, սկսենք դրանից, հարգելիներս, դուք պետք է ընդունեք ձեր ծնողների ստվերը, հաշտվել իրավիճակի հետ, նաև կարողանաք դուք ներել։ Իսկ եթե դուք չեք կարողանում ներել, բնական է, ստեղ ձեզ մոտ ոչ մի լավ բան չի կարող լինել։ Ցեղի հետ կոնտակտը ստեղ կայանում է ձեր նրա հետ, որ պետք է ամեն ինչ լինի սիրով եւ հոգատարության եւ ծառայության միջոցով։ Ոչ թե կանխատեսում է։ Դե մարդիկ պետք է այդքան հասկանան։ Դրա համար չեմ պատասխանում, որովհետեւ դե բնական արդեն հասկանում ես սովորել են այն։ Անցնենք առաջ։ Ովքեր ծնվել են 07-րդ ամսին, դա 7 թիվն է ձեր, այստեղ դուք ձեր կոնտակտը ձեր ցեղի հետ պետք է ուսումնասիրեք, որովհետև հնարավոր է եղել են բավականին շատ գաղտնիքներ, ինչի մասին դուք միգուցե չգիտեք, հա, ձեր ցեղի հետ կապված դա կարող է լինել, դուք եթե լավ բաներ են եղել, վատ բաներ են եղել, դուք պետք է կարողանաք ուսումնասիրեք, հետաքրքրվեք, ջրի երես հանեք, հա, որովհետև այստեղ գաղտնիքները շատ են։ Խոսքի օրինակ 7-երի հետ կապված, ովքեր ծնվել են 07 թվանշանը, ձեր հուլիսը, հա, այստեղ ինչն է հետաքրքիր, որ հնարավոր է տեղափոխությունների հետ կապված, միգուցե դպրոցից են դպրոց, ձեր համար բեսկոմֆորտ, առանց կոմֆորտի է եղել, կամ այս բնակարանից այն բնակարան եւ այլը, հա, ես խորհուրդ եմ տալիս, եթե ընտանիք եք կազմել, ձեր ընտանիքը տեղափոխեք այլ երկիր, այդ է ինչ հետաքրքիր բան եմ ես խորհուրդ տալիս, ովքեր ծնվել են 07, հա, եւ այստեղ դուք պետք է ուսումնասիրեք այն անբացատրելի գաղտնիքները, որոնք որ եղել են, խոսքի օրինակ կարա մոգության հետ կապված լինի, ինչ որ անցմուտ գործողություններ արել, ինչ իրադարձություններ են եղել մահվան հետ խոսքի օրինակ կապված, դուք չգիտեք այդ իրականությունները ինչի հետ է կապված, դուք պետք է բացահայտեք այդ մասին եւ բավականին մեծ սիրով, հարգանքով խոսեք ձեր ցեղի, թե մայրական, թե հայրական կողմի մասին, որպեսզի ձեզ վերևից տրվի։ Ապրես Խաչիկ ջան, հաջորդը, ովքեր ծնվել են օգոստոս ամսին, 08-րդ, հա, 8 թիվն է այստեղ, հնարավոր է ընտանիքում եղել են ուժ, իշխանություն, դե բնական է, հա, այստեղ մայրը այստեղ կարող է բավականին ձեր շատ տանջված լինի, բավական շատ աշխատած լինի ձեզ համար, շատ դավաճանություններ տեսած լինի
Եվ այստեղ ձեր մոտ մի հատ հետաքրքիր բան ա լինում։ Դուք ունեք մենակ միայն ձեր ճիշտը։ Այսինքն ես եմ ճիշտ ու վсё, դա գալիս է փոքրուց, հա, փոքր ժամանակվանից, որովհետև ասեցի, ծնողները այստեղ տանջանքը շատ են տեսել եւ այստեղ խիստ են եղել բավականին եւ դա ձեր հենց տրավման է եղել։ Ինչպես դուք դա կարող եք ձեր մեջ բուժել, հա, դուք պարտավոր չեք այստեղ համապատասխանել ուրիշների սպասումներին եւ այստեղ դուք պետք է հաշտեցնեք բոլորին, հա, իրար հետ։ Իսկ ցեղի հետ կոնտակտը այստեղ հաջողությունն է, որը ստեղծված պետք է լինի ձեզ մոտ սիրո վրա։ Սա բավականին պարտադիր է, ոչ թե ձեր վախերի եւ անվստահության վրա։ Իսկ եթե դուք հակառակն եք անում, ուրեմն այսօր 100% դուք ունեք խնդիրներ։ Ովքեր ծնվել են 09-րդ ամսին, 9 թիվից բոլորդ տեղյակ եք, թե այդ ինչ մասին ենք խոսում։ Այսինքն 9 թիվը մեծ վիբրացիա ունի, բավականին բարձր է այստեղ վիբրացիան։ Այստեղ ձեր կոնտակտը դուք պետք է օգնեք մյուսներին, այլ ոչ թե մտածեք մենակ ձեր շահերի մասին, ցեղային ձեր հարցերը, տրավմաները դուք պետք է բուժեք։ Ինչ եմ ես ասում, որովհետև ովքեր ծնվել են 09-րդ ամսին, հնարավոր է ձեր հարազատների, հա, փոքր ժամանակ ինչ որ տրավմա է եղել եւ ինչ որ իրադարձություններ ա եղել, որտեղ որ կարող անսպասելի եւ անհասկանալի ինչ որ մահեր լիներ։ Խոսքի օրինակ, հա, ձեր ընտանիքի մեջ կարող է ինչ որ հետաքրքիր ալկոհոլի, նարկոտիկի, խաղամոլության հետ ինչ որ կախվածություն հարազատներից մեկը ունենար եւ այլը։ Որովհետեւ այստեղ ես տեսնում եմ բավականին ինչ որ տարօրինակ ձևով մահեր, որը դուք շատ կուզենայիք բացահայտել։ Ձեզ ասեմ, որ իմ թիվը 18-ն է եւ ես 1/8-ն, այո, իմ ընտանիքում էլ ա եղել ցեղի մեջ մայրական կողմում բավական անսպասելի, կստացի, եւ անհասկանալի մահեր, որը 9 թվի հետ եւս կապ ունի, որտեղ որ կարող էինք, հա, մենք Պարզ քննության ենթարկել մարմինը, հասկանալով, թե այդ իրականում ինչից է մահացել մարդը։ Դրա համար ստեղ հետաքրքրվեք, եթե եղել են տրավմաներ, կապ չունի ձեր հայրիկի կողմից, մայրիկի կողմից, այդ ամեն ինչը, որովհետև ինները պետքա բուժեն, օգնեն, բուժեն այդ տրավմաները ցեղի։ Հասկացաք, սիրելի ինյակներ, սա շատ կարևոր է, որպեսզի դուք իմանաք։ Եվ մի բան էլ, հերիքա, զոհի դերում հայտնվեք, մտածեք այս մասին, հերիքա զոհ լինեք ուրիշի համար, հերիքա փրկեք, հերիքա ձեր բարեությունը չարաշահ ժամանակն է, ձեր հոգին բուժելու, տրավմաները փոքրուց, որ եղել են, ընտանիքի հետ նստելու, զրուցելու, նրանց օգնելու, բացահայտելու, ինչ ա եղել, ինչ չի եղել, որպեսզի դուք դրանք բուժեք, հասկացաք, եւ շնորհակալություն հայտնեք միշտ ձեր ծնողներից, թե մայրիկից, թե հայրիկից, կապ չունի, խոսքի օրինակ խաղամոլ ա եղել, սա ա եղել, նա ա եղել, նրանց շնորհիվ դուք այսօր կաք, շնչում եք։ Եվ փորձեք բուժել, որովհետև ձեր մեջ կա այդ հատկությունները նաև բուժելու։ Երկում թվանշանը 5-ն է, դա շնորհակալ եմ։ Միսիայով կամ սազնանիայով այս մարդիկ նայեք, բուժման հետ կապ ունեն, էքստրասենսոր հատկությունների հետ կապ ունեն, բայց եթե իրանք չունեն 3 թվանշանը, օրինակ ինչպես ինձ մոտ է, 1973 Այսպիսի մարդիկ, այսինքն վերջը 3-ն է, հա, եւ քո ցեղում այդ թվերը պետք է լինի, օրինակ մայրիկինը, թոռնիկինը, տեն մեկինը, այն մյուսինը, եթե դա չկա, ես չեմ կարծում, որ ձեր իսկ ուզում եք 9 թվին եղեք ծնված, ուզում եք 18-ին, ուզում եք 27-ին, ուրեմն անիմաստ է, ձեր աշխատանքը լրիվ ուրիշ աշխատանքի հետ կապ ունի։ Ես սա մի քիչ ուզում եմ ավելի
ասենց գլոբալ ասել, որպեսզի շատերը հասկանան, որովհետև մարդկա ինքը ծնվել է 18-ին, բայց եկել է իր տոհմը բուժի, հա, եկել է ծառայի մարդկանց, բայց կարող է իր այդ բուժելը, ծառայելը կապ ունենա լրիվ այլ բանի հետ, խոսքի օրինակ հրշեց ծառայության հետ, հա, դա 9-ն է, այսինքն մարդկանց փրկելու հետ, մարդկանց օգնելու հետ, բայց երբեք մի դառեք ոչ մեկի զոհը, հենց ընենց ոչ մեկին մի օգնեք, ձեր գինը հասկացեք, դուք չեք եկել, որպեսզի ուրիշի կարմաները վերցնեք ձեր վրա, ասինքն ես լինեի ուրիշ բան, հա, 18-ն է իմը, 1 և 8, 8-ը արդեն խոսում է, որ ես եկել եմ, որ մարդկանց ճակատագրերը փոխեմ, և 9-ը ես այդ ծրագրի մեջ եմ հիմա, բայց ձերը լրիվ ուրիշը, սիրելի ինյակներ, ովքեր ծնվել են 09 թվանշանի ներքո, նայեք, ձեզ կարող է ոչ մեկ բան չխնդրի, դուք վազեք, օգնեք, ուրիշի պրոբլեմը վերցնեք ձեր վրա, զոհ եք դառնում, կամ լաց են, վայ, իմ գործերը սենց, իմ գործ, դուք ձեզ չի խնդրի այդ մարդը, ընդամենը ինքը բողոքում է, ու դուք, այսինքն, ինքը զոհ է խաղում, դուք ձեր բարությունը չարաշահելով, և դուք դառնում եք այդպիսի մարդկանց զոհը, հասկացաք, և հետո նստում լացում եք, վայ, ինչի սենց ինձ մոտ, բա այդ մարդը քեզ խնդրել էր օգներ, դրա համար դու պետքա ծառայես, այսինքն, միշտ գինդ պետքա իմանաս, ակցենտ արա, իսկ ես դրանից ինչ ունեմ շահելու, որ մարդիկ սկսեն քեզ հարգել, հասկացաք սիրելի, սեպտեմբերին ծնված մարդիկ, ովքեր ծնվել են 09-րդ ամսին, սա միայն դուք ինձանից կարող եք իմանալ, որովհետև ժամանակներ, որպեսզի ես ձեզ ասեի, շատ են ինձ այդպիսի մարդիկ դիմում և եղել է, այո, բավականին դեպքեր է եղել, որ ես ասել են, այո, այսպիսի բան կամ մի անգամ չի եղել, որովհետև ասում եմ, ես շատ բարի եմ, բոլորին ես հասնում եմ, իսկ հիմա ինչի է ինձ մոտ այսպես, այնպես, սովորական դիագնոստիկա են տանում, ինչ թուղթուգիր, ինչ բան, մարդը 9-ակը անգամ թիվն է իր ասում, 27 տարեկան, 2-ին գումարած 7, 8-9, անգամ այդ թիվն է, իր վիբրացիան ինքը չի էլ հասկանում, որ դրա հետ էլ է խնդիր, այլ ոչ թե, ինչ բացասական ազդեցություն, ինչ բան, տենց ինքը կարա, դուք կարող եք, եթե ժերտվա են խաղում, դուք զոհ եք դառնում, փորձեք ձեր գինը հասկանալ, ոչ մեկի, դուք պարտավոր չեք ոչ մեկի մեղքը կարման աշխատած վերցնել ձեր վրա օգնելու համար, դա խնդիրներ է բերում ձեր ընտանիքում, ձեր համար, պրոբլեմներ է բերում, պատն է շաշարում, հետո էլ ասում եք ինչի համար սենց, որ մեղքիս համար սենց, բա գնահատի քեզ, երբ որ քեզ չեն խնդրում, դու երբեք մի օգնի, ակցենտ արա, երբեք ամոթ չի, դու էլ ես տուն պահում, դու էլ ես երեխա պահում, պետք է նաև ձեզ ինքներդ սիրեք, որ դիմացինը ձեզ արդեն սիրի հարգի, այլ ոչ թե ժերտվա խաղա, օգտվելով այդ մանիպուլյացիայի ձևով, հա, բացասական ազդելու ձեր վրա, որպեսզի կարողանա ստանա այն, ինչ իրան պետք էր, վсё ինքը գնում է, ինքը այդ բացասականը տվեց քեզ, ինքը գիտեր, որ դու զոհն ես, հասկանում եք սիրելիներս, այդ դրա համար մի քիչ սիրեք ձեզ, սկսեք ձեր վրա աշխատել, 9 նաև դա 09, հա, հոգևորն է, ձեր հոգևոր արժեքները զարգացրեք, հասկանում եք ես ինչի մասին եմ խոսում, մի ավիրեք, մի քանդեք, ինչ ձեր շուրջն է, կառուցեք, իներ ինչպես կարող են քանդել, այնպես կարող են շատ հեշտ կառուցել, 0-ից սկսել, բայց դա լրիվ այլ բանի հետ է կապված, ում միսիան է, ում սազնանիան է, հասկացաք, դրանք լրիվ այլ բաներ են, այսպիսի աշխատանքներ բավականին խորը ես տանում եմ իմ WhatsApp և Telegram կանալում բավականին շատ երկարատևում ասեմ ձեզ, սա մեկ օրվա աշխատանք է, որը դու ընդհանուր թվերը հաշվում ես, տարբեր մատրիցաներով համեմատում ես, ես այդպես եմ աշխատում, այլ ոչ թե մեկի վրա սենց խորանում, ոչ, դրա համար ես նորից եմ սովորում, այս անգամ լրիվ այլ բաների հետ է կապված, ավելի գլոբալ, մարդիկ խոսքին դեղ կվադրատ են ասում, կվադրատուրա են ասում, տրիգոն, իսկ դու արդեն թվերով հավաքում ես, սարքում ես մի հետաքրքիր
համով բան, ու դա դու սկսում ես աշխատացնել, վաճառել, հասկանում եք սիրելի հետևորդներ, ինները եկել են այս աշխարհ, որպեսզի հոգևորը ձեր համար կարևոր պետքա լինի, հասարակ մի բան ասեմ, իմ լավ ընկերներից, Սևակ Սաֆարյան, ծնվել է 09 թվանշանի ներքո, հա, սեպտեմբերի ծնունդ է, այո, տեսնում եք ինչքան հոգևոր բաներ կա իր մեջ, ինչքան արարչական բաներ կա, ինքն էլա չէ բուժում մարդկանց, հասկանում եք, սա կապ ունի թվագիտության հետ, վեդայական թվա հոգեբանության հետ, այլ ոչ թե տարո կանխատեսման հետ, հիմա մենք տարո չենք կանխատեսում, իսկ եթե դուք ունեք հարցեր, ցանկանում եք, որպեսզի ես ձեզ հետ աշխատեմ, կանխատեսեմ, խնդրեմ, ցանկանում ես մի բան ստանալ, դրա համար դու պետք է վճարես, մի մոռացեք 9-ն է իմ թիվը, Եվ ես չեմ պատրաստվում իմ թանկարժեք ժամանակը վատնել անվճար, որովհետև չեմ կարծում, որ դուք էլ ձեր թանկ ժամանակը, եթե ձեզ ասեն անվճար աշխատեք, դուք ինչ որ մեկի վրա դա կանեք, որովհետև դուք էլ եք ընտանիք պահում, դա էլ է ձեր աշխատանքը։ Ամեն մարդ ունի իր աշխատանքը եւ ինքը իր տունն է պահում։ Կաշխատեք անվճարի հարկ է ոչ, իսկ ես ինչու պետքա ձեր, հա? Անվճար ես այստեղ ինչ-որ մեկին պատասխանայի, իմ թանկ ժամանակը, հա, ծախսելով։ Ունեք հարցեր, խնդրեմ, իմ բոլոր հետևորդները 5-րդ տարին է, վճարում են ինձ, ես էլ իրանց համար աշխատում եմ, իմ ռեսուրսները ժամանակը չեմ խնայում, հարգեք մասնագետին, էներգոապմեն ունեցեք, ձեր կյանքն էլ կթեթևանա, իսկ եթե նայեք, անգամ լայքը, եթե դուք ցանկանում եք մի բան հենց անենց ստանալ, դա անգամ լայքը չեք լայքում, ձեզ հետ կարող է մի բան լինի, հետո էլ ասում եք, վայ, ինչի համար, բա դրա հետ էլ կապ ունի, մարդը ձեր համար աշխատում է, իր էներգիան է ծախսում, հա, փորձում է ձեզ օգնի, ձեզ օգուտ տա, հասկանում եք, Ես կյանքում ամեն ինչ ունի իր գինը, տիեզերքի օրենքներն է դա։ Ցանկանում ես մի բան ստանալ, դրա համար դուք պետք է վճարեք։ Նույնը ես եմ։ Ես եթե ինչ-որ մեկին ինչ-որ հարցով խոսքի օրինակ դիմում եմ, ես ինքս ոչ թե վճարում եմ, ես դվայնո եմ վճարում։ Որովհետև ինների մոտ տենց է գումարը գալիս, դու պետք է առատաձեռն լինես, որ նաև քեզ գա։ Նաև ես շատ մարդկանց օգնում եմ։ Շատ կենթանիների օգնում եմ եւ ես դա մեծ սիրով եմ անում, այսինքն իմ սրտի չակրան բաց է, իսկ եթե քո սրտի չակրան բաց է եւ քո մեջ կա սեր դեպի կենթանությունը, ասես մարդիկ չեն կարող վատը լինել, միշտ իմացեք, այսինքն եթե քո սրտի չակրան բաց է, տեսած կլինեք բավականին լավ կենթանասերներ կան, դա որտեղից է գալիս Եվ դու ունես շունիկ, ինքն էլա չէ, այդ էներգիան քեզ տալիս եւ բացվում է քո մոտ այդ սրտի չակրան, եւ դու ինչ անում ես, սիրով ես անում։ Անկամ խոսքի օրինակ մանկատան երեխաներին օգնելը, դու դա ինքդ ես ցանկանում, հա, քո սրտից է գալիս, որ իրանց օգնում ես։ Հիվանդ երեխաներին, այս վերջերս ես ինադու էի դրել, որպեսզի դուք տեսնեիք բոլորդ, որ ես այո, նաեւ ուռուցքով, հա, հիվանդ երեխայի էի գումարներ դրել օգնել, որ ինչ-որ բանով գոնե իմ լուման լիներ։ Իսկ եթե դուք չեք ուզում տակ, դուք ինչու եք ուզում, որ ինչ-որ բան ստանաք, այստեղ արդեն դա խոսում է գիտեք ինչի մասին, ցածր վիբրացիայի, այսինքն նյութականը ձեր համար ավելի կարևոր է, այստեղ չկա հոգևոր զարգացում ձեզ մոտ, այստեղ չկա գիտելիք, հա, այսինքն չունեք գիտելիք, սա արդեն լավ չի, դուք պետք է ձեր կյանքում միշտ հասկանաք, որ այս կյանքը այնպիսին է, եթե ցանկանում ես մի բան ստանալ, դու դրա համար պետք է վճարես, ասենք սոված եք, գնում եք, խնդրում եք պարտքով ինչ-որ մեկին բան տա, այդ մարդը ընտանիք է պահում, ինքը ձեզ ինչի պետք է պարտքով բան տա,
ինքն էլ չէ երեխա պահում, խանութ աշխատացնում։ Խիրուրգի, որ մեր աշխատանքը խիրուրգի նման է, հա, շատ վատ վիճակում հայտնվում եք, դիմում եք մեզ, որպեսզի մենք փրկենք ձեզ։ Դուք դրա համար գումար ունեք, որ դիմում եք մեզ։ Պետք է վճարես, որ դու, հա, մարդիկ քեզ օգնեն։ Նույնն է խիրուրգն է, դու առողջական պրոբլեմ ունես, ուզում ես բժիշկը քեզ փրկի։ Անալիզի համար դու պետք է վճարես, բուժման համար, հա, խոսքի օրինակ ատամը թանելու համար, լավ, թեթև բան եմ ասում։ Պետք է վճարես, որ այդ մարդը տուն է պահում, իր քո ատամը հանի, որ քո մոտ ամեն ինչ լավ լինի։ Իհարկե, այո։ Իսկ մարդկանց ինչու է թվում, որ ճիշտ խոսելը ամոթ է, ճիշտ խոսելը ամոթ չի։ Ամոթը խնդրելն է, խալավանա, ովքեր որ սիրում են անվճար ինչ-որ բան ստանան։ Դրա համար այդպիսի մարդիկ երբեք ոչ մի բանի չեն հասնում։ Հասկանում եք։ Դրա համար իմ խորհուրդը ձեզ, փոխվեք, գիտելիքներ ձեռք բերեք, մի փոքր ձեր վիբրացիան բարձրացրեք, սիրելի հայ ժողովուրդ, որովհետև մեր հայ ժողովրդին պետք են բավականին խելացի մարդիկ, բանիմաց մարդիկ, գիտելիք ունեցող մարդիկ, այս տգիտությունն է պատճառը, որ մեր երկիրը այս վիճակում է հասել։ Ավելորդ բաներ չեմ խոսում, որպեսզի բոլորդ հասկանաք, քան գիտակցեն, այս օրին չենք լինի, այո, գիտակցողը գիտակցում է, իրան շլանգի տեղ դնում է, տենց շարունակում է, առանց հասկանալու, որ, այսինքն գիտես ինչ, կան մարդիկ մտածում են, ասենք ես ինչ բանն ասի, սրանից չոր դուրս եկա, բայց, խոսք այդ մարդը չի մանում, կոնկրետ մասնագետների հետ եմ, ինձ վրա ես երբեք չեմ բերի, մասնագետների վրա եմ բերում, ասենք մեկը իրական մասնագետ, այդ մասնագետին ինչ-որ բան են գրում, ինչ-որ բան են հասկացնում, կամ ինչ-որ վատ գործողություն եւ այլն, այդ ով անում տգետը, որը որ խոսքի օրինակ, իմը 9 է, հա, վիբրացիաս, բավականին բարձր է էներգիան, ասենք ես այդ շատ ցածր էներգիա է, իմ էներգիան որտեղ դրանը որտեղ, այդ ինչքան պետք է հելնի վերը, որ հասնի ինձ, սենց պետք է դու դա ընդունես ու ճանապարհես, բայց այս մարդը չի մտածում, ինքը տենց տակից դուրս եկավ, այն մեկի հետ, այն մյուսի հետ, բայց ովքեր որ մեր մեջքի հետևում կանգնած են ուժերը, այ իրանք քնած չեն, այս սրա մասին չեն մտածում, հասկանում եք, որովհետև իրանք բավականին լուրջ հաշվի արդար կարող են տեսնել, հետո այդ մարդը կարող ասի, վայ, իմ վրա թուղթուգիր կա, ինչ թուղթուգիր, դա ուժերի, այդ անձի ուժերի վրեժն է, ու գիտեք ինչ ձևի կարող է լինի, այն որ բամբակով մարդու բերանի մեջ ջուր են կաթացնում, այդ օրը կարա մարդը հասնի, ես դեպքեր կա դրա համար եմ սենց պարզ ասում ձեզ, դրա համար մի քիչ պետք է զգույշ լինել, թե ում եք ինչ ասում, ինչի համար եք ասում, կամ ընդհանրապես դա հանեք ձեր մեջից, ազգին պետք է մեր համախմբվել, ազգին պետք է ատելությունը, սրբապղծությունը, ինչ ասեմ ես, այս չարությունը ձեր միջից հանեք, որպեսզի մեր ազգը դառնա, գիտելիք ձեռք բերեք, սովորեք, մի սպասեք, որ ինչ-որ մեկը ձեր համար մի բան պետք է անի, իսկ դուք այդ մարդուց ինչով եք լավ, որ ինքը ջանող է, ինքը աշխատող է, բա դուք էլ աշխատեք, այդ մարդը, խոսքի օրինակ, իր աշխատասիրության շնորհիվ է հասնում, քրտնաջան աշխատանքի շնորհիվ, իսկ դուք ինչ եք անում, խոսքի օրինակ, այդ մարդը ձեզանից չի գողանում, այդ մարդը ապրում է իր կյանքով, ոչ թե ձեր կյանքով եւ այլն։ Հասկանում եք, կյանքում կան բաներ, որ պետք է գիտակցել։ Լավ եմ, լավ, շնորհակալ եմ, նորմալ։ Անկամ բամբասանքն է վատ էներգիա, սիրելի հետևորդներ։ Այսքանով ես ուզում եմ ավարտել, ամեն ինչը դեռ առջևում է, հələ այնքան հետաքրքիր բաներ ա լինելու, դա դեռ գաղտնիք է, ես հիմա փակագծեր չեմ բացում, հետագայում ես ամեն ինչից կիմանաք, ես մի բան եմ ուզում ասեմ, որպեսզի շատերին տեղ հասնի, ես չեմ պատրաստվում, միշտ է ինձ մոտ տենց եղել, ընդամենը մարդիկ երևի չեն հասկացել,
Ես երբեք չեմ մտածել տարբերվեմ ինչ-որ մեկից, հա, վայ, ես, չէ, ես այդպիսի բնավորություն չունեմ, ես իրմ եմ իմ աշխատանքը լուրան եմ, աննկատ և բոլորից հեռու, ինձ համար պետք չի, որտև իրական մասնագետները սենց են աշխատում, պետք չի, դու գոռաս, վայ, ես ճիշտ է առաջ արդարության հետևից շատ էի ընկնում, վայ, էսի խապ է, վայ, սենց, վայ, նենց, հիմա չեմ ընկնում դրա հետևից ինչու, որովհետև դա ինձ բավականին շատ խանգարում է իմ գործերում, այ դրա համար, ամենաճիշտ ամեն մարդ թող իր գործով զբաղվի, համենայն դեպս ես այդպես եմ մտածում և իմիջս բավականին շատ դրական փոփոխություններ եմ մտցրել և ես կարծում եմ ես շատ ճիշտ եմ մտածում, որովհետև յուրաքանչյուր մարդ, եթե ունի կյանքում սխալներ, ինքը զգում է ինչ-որ բան իրան խանգարում է, ինչ-որ բանում պետք է ինքը վերանայի իրավիճակներ և այլ, ինքը պետք է սկսի նաև ինքը իր սխալներն ուղղի, հա, օրինակ, եթե ես մի հարցում սխալ լինեմ և խոսքի օրինակ իմ կոլեգան ասում է ինջան, խոսքի օրինակ ես ինչ հարցում, ախպեր լավ էլի սխալ ես, հա, խոսքի օրինակ, ես այդ չեմ իր հետ կռվում, որովհետև ինքը ինձանից մեծ է, ինքը ինձանից ավելի օպիտ ունի մեծ, և ես դա արժեքավոր խորհուրդ եմ ինձ համար վերցնում, և ես դա իմ կյանքում հետագայում օգտագործում եմ, փոխվելով, ինձ փոխելով, հասկանում եք սիրելի հետևորդներ, ինձ վրա աշխատելով, վերանայելով, որ հարցում եմ ճիշտ, որ հարցում եմ սխալ եղել, այսպես պետք է աշխատես քո վրա, որպեսզի դու վնաս չտաս ոչ քո հարազատներին, ոչ քո չթունավորես, հա, մարդկանց կյանքը, չթունավորես քո երեխաների կյանքը, քո այդ պահվածքով, հակառակը դու պետք է քո վրա աշխատես, քո սխալները ընդունես, այս մասին ենք մենք խոսում, հա, և փորձելով մինիմալի հասցնես այն իրավիճակները, որ դու կարող ես ավելին արել ես, և գիտեք ինչ կա, ես մի հետաքրքիր բան ասեմ, կարող եք զարմանալ, այո, ես եղել եմ նաև, եթե սխալ եմ եղել, ես ներողություն եմ խնդրել այդ մարդկանցից, հա, ինչու եմ ես դա արել, որովհետև դա անում է, թույլ մարդը երբեք այտենց բան չի անի, և ինքը միշտ իր սխալը չի ընդունի, կասի բոլորդ մեղավոր եք բացի ինձանից, իսկ ես դա արել եմ, որովհետև ես շատ ուժեղ բնավորության տեր անձնավորություն եմ, և ես կարողանում եմ իմ սխալները ընդունել, իմ սխալների վրա աշխատել, ներել և ներողություն խնդրել, երբ ես մեղավոր եմ եղել և առաջ գնալ, հասկանում եք, որովհետև ես ապրում եմ տիեզերքին ներդաշնակ, 8-ն է իմ թիվը, մի մոռացեք, ինչի համար ես առաջից շատ շնորհակալ եմ, որ այսպես տրանսֆորմացվում եմ ես, փոխվում եմ ես, անգամ իմ աշակերտներն են նկատել, շատ բաններ մարդկանց հետ հարաբերություններում, ես մի գաղտնիք ասեմ, ձեզ ուշադրություն դարձրեք, ձեր կյանքում սա պետք կգա, եթե դուք ունեք ինչ-որ մարդիկում հետ մոտիկ եք եղել, ձեզ թվում է, որ այդ մարդը ձեզ հարազատ մարդ է, այդ մարդը շատ լավ անձնավորություն է, խոսքի օրինակ, բայց ձեր ներքին ձայնը ձեզ լրիվ ուրիշ բան ասում, ուշադրություն դարձրեք այդ մարդը ինչպես է վերաբերվում այլ ընկերների իրա, հա, ու դուք այդտեղից վիվդ կարաք անեք, հասկանաք իրականում այդ մարդը ով է իրականում և նույն ձևի, ասենք, այն մարդկանց հետ, եթե ինքը տենց վարվեց, այդ գործողությունները, ուրեմն դուք պետք է զգույշ լինեք, եթե բացասականով, հա, ինքը, ինչ-որ անձի հանդեպ, ուրեմն դուք նույնը պետք է պատկերացնեք, եթե այդ մարդը ունակ է այդ անձի համար նկատմամբ տենց անի, ուրեմն ստեղ դա ձեզ կարմիր ազդանշան է, դուք հեռու պետք է մնաք այդ մարդուց, նույն բանը, այդ մարդը կարող է ձեր հետ անի, հա, ձեզանից էլ, ձեր հետ էլ,
մոտիկություն տալուց հետո նույն բանը այլ ան։ Դրա համար մի քիչ նեյտրալ եղեք այտենց մարդկանց հետ ու ամեն մարդու ձեր սրտի մեջ մի ընդունեք, որովհետև դուք եք որոշում, դուք եք այդ որոշումը կայացնում, այդ մարդուն ձեր ներսում թողնել, հետո այդ մարդը ինչ որ կարող խոսքի օրինակ, հա, տենց կոպիտ եմ ասում, թքի ձեր հոգի մեջ չգնահատի ձեզ, ձեր հոգու մեջ։ Ու հետո դուք մեղադրեք այդ մարդուն, ասեք այդ մարդն էր մեղավոր։ Այստեղ դուք ձեզ պետք է մեղադրեք, ինչու։ Նորից եմ կրկնում, դրա համար սկզբից մի հատ նայեք այդ մարդու գործողությունները, ընդհանրապես ինքը ինչպիսին է իր շրջապատում, իր անպահում, իր ընկերների հանդեպ, պատճառները եւ այլը։ Մի քիչ մարդուն փորձեք սկսեք նեյտրալ պահել ձեզանից, արդեն դուք որ կողքից իրավիճակը նայում եք, արդեն հասկանում եք այս մարդն ով է։ Զարգացրեք ձեր մեջ ձեր ինտուիցիան, լինելով էմպատ, կարողանալով իմ նման մարդկանց հեռավորության վրա կարդալ։ SMS գալիս է ձեզ, միանգամից մի պատասխանեք, լսեք ձեր ներքին ձայնի։ Իմ մոտ եկել է, ես միանգամից ձեր ցուցակ եմ ուղարկել, որովհետև ես գիտեմ, թե դա ինչ ձեռագիր է, այն մեկն ինչ ձեռագիր է, այն մեկը ով է, այն մեկը իրանից ընդհանրապես ոչինչ չի ներկայացնում, խի, որովհետև բավականին ես այդ օրերը, ես այն կարգի էմպատ եմ, սիրելի հետևորդներ, որ այդ խոսքի օրինակ, այդ օրը, որ այդ SMS-ները պետք է գա ինձ, դիմում են, խոսքի օրինակ, որպեսի սովորեն կամ դիմում են, որպեսի կոնսուլտացիա վերցնես եւ այլը, հա։ Գիտեք ինչ վատ հոտ էներգիա ունեն, ես այդ հոտը զգում եմ հեռավորության վրա։ Իսկ դա անհասանելի է շատ մարդկանց։ Դա հենց մեծ կապ ունի էմպաթիայի հետ, որ դու զգում ես դա, տեսնում ես։ Իսկ ամեն մարդ դա չի կարող իր մեջ զարգացնել, դուք պետք է կարողանաք զարգացնել։ Տարիները կանցնեն եւ դուք ինքներդ կտեսնեք իմ ասածները ինչպես են կատարվում։ Բոլորիդ մոտ էլ բաց է այդ կանալը, բայց դուք պետք է զարգացնեք, քնածա ձեր մեջ։ Այդպիսի մարդիկ շատ կարող են արթնանան հետագայում, լավ մասնագետներ դառնան։ Ինչ եք նստել, ում եք սպասում։ Զարգացրեք ձեր գիտելիքները, հոգևոր արժեքները, էզոթերիկա կարդացեք, օկուլտիզմ կարդացեք։ Հետագայում կյանքին ամեն ինչին թեթև կնայեք։ Անցյալով մի ապրեք, ապրեք այսօրվա դրությամբ, ինչ ապրել եք անցյալում, մի կարճեք դրանից եւ երբևիցե ով եք եղել, կապ չունի, դուք մարդ կարա լինի մարմնավաճառ, մարդ կարա լինի ամենավերջի պասլեդնի մարդը, դա իր անցյալն է եղել, ինչ արելը անցյալն է, բայց մարդը կարող է ապրի այսօր, կյանքը իր գլոբալ, հա, 100 աստիճան, 180 աստիճան փոխելով, ապրելով ներկայով իր կյանքով, երբեք չփոշմանելով այն ինչ արել է ինքը անցյալում ու բաց թողելով այդ անցյալը։ Ընդհանրապես հետ չգնալով այդ անցյալին, որովհետև երբ որ դու կարճում ես այդ անցյալին, անցյալը քեզ չի թողնում, որ ոչ քո ներկան լինի, ոչ քո ապագան, դու տենց անհիմն, անիմաստ հետո ես տալիս գլխիդ, հա, իզուր անիմաստ եժամերս, խոսքի օրինակ ռեսուրսներս, էներգիաս ծախսես, ինչ անձի վրա օրինակ սիրո մեջ շատ է լինում ինձ մոտ դեպքեր։ Այս մարդու վրա, այն մարդու վրա, որ արժանի չէր, մեկը ասում է դավաճանեց, մեկը ասում է սենց արեցն է, բա ապրեք ներկայով, թողեք անցյալում եւ շարժվեք առաջ, եւ երբեք մի փոշմանեք, այդ խնդիրը մի բերեք, թող դաս լինի ձեզ, ձեր ներկան, ապրեք լրիվ նոր կյանքով, մաքուր կյանքով, նորը դրեք, որը այն ինչ ձեզ դուր է գալի, դրանով զբաղվեք, այ հենց դա է ձեր միսիան։ Մարդկանց օգնելով, օգուտ տալով, չվնասելով, բուժելով հոգիները։ Մեկը կարա թերապևտ լինի, մեկը կարա մոգ լինի, մեկը կարա հոգեբան լինի։ Օրինակ ես ինչու եմ օգտագործում իմ թվագիտության եւ տարո ռասկլադների, դա պետք է տեսնեք, թե ես ինչպես եմ աշխատում, որ հասկանաք։ Հոգեբանական, մետաֆորիկան։ Հարց տվեք ձեզ, որովհետև իմ աշխատանքն նաև կապ ունի հոգեբանության հետ, թվա հոգեբանություն, գիտեք ինչ բան է։ Իմ խորհուրդը ձեզ սիրելի հայ ժողովուրդ, սուտ կլինի, ես բոլորին ասեմ, ես ձեզ սիրում եմ, որովհետև շատ վատ մարդիկ էլ կան, հա, բայց համենայն դեպս հայեք։
Ես շատ եմ ուզում, որ մեր հայ ազգը սիրեն իրար, չատեն իրար։ Թող դուք մի արեք, ուրիշի տղամարդուն տունը մի քանդեք, կնոջ տունը մի քանդեք, դրանք լավ բաներ չեն, ոչ մի լավ բանի չեն բերի։ Ովքեր ձեզ լույս են տալիս, լավ էներգիա են տալիս, միշտ իրանց հետ եղեք։ Այսպիսի մարդիկ վիբրացիայով բարձր են, բուժում են։ Մեկի ձայնը, օրինակ իմ ձայնը, ոնց որ մի հատ տղայի է բուժել, հա, որ հիմա սկսել է խոսել։ Սովորական մի բան, գիպնոզից էլ, գիպնոզի հետ էլ դա կապում է, որովհետև դա իմ աչքերից է գալիս։ Սեանսը այդպես է եղել, շատ կարճ։ Ամեն մարդ մի ձևի է բուժում։ Մարդկա խոսքով է բուժում, մարդկա ձեռքերով է բուժում։ Եվ այլն։ Սիրեք իրար, ոչ թե ատեք, ատելության քարոզներ արեք։ Մի տրվեք լարվերին, այդ ձեր էներգիան ափսոս է։ Մի լավ սկսեք ու բոր կանել ձեզ։ Ձեր հոգին, նստեք, մեդիտացիա արեք, հարցրեք ձեր ներքին հոգուն, ձայնին, ով եք դուք, ինչի համար եք եկել այս աշխարհ։ Կապնվեք ձեր պահապան հրեշտակի հետ։ Դուք ձեր հարցի պատասխանները հաջորդ օրը նշաններով կտեսնեք, երազներով կտեսնեք, թվանշաններով կտեսնեք։ Եվ հետագայում կհասկանաք, թե իրականում ով եք դուք եւ ինչու համար եք եկել այս աշխարհ։ Շատ բան է փոխվում մարդու կյանքում։ Արդեն սկսում ես նայել այլ կերպ աշխարհին։ Հասկանում եք, արգելի հետևորդներ։ Այսքանով ես ցանկանում եմ մաղթել, մի բան էլ եմ ուզում ասեմ, շատ կարևոր է, միշտ իմացեք, աստվածային բարձր վիբրացիայով էներգիաները միշտ այսինքն լույսի մասին է խոսքը, խավարը վառում են, այրում են, դրա համար խավարը չի դիմանում այս էներգիաներին, միշտ սա հիշեք, որ չզարմանաք հետագայում։ Ու իմ համով ջան, մեր յուպինա։ Այսքանով ես ավարտում եմ մաղթելով բոլորիդ։ Բարի գիշեր, մինչև իմ հաջորդ թողարկում, սիրելի հետևորդներ։ Այսօր այսքանը, լավ եղեք։